Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են մի կետի, որտեղ հերոսներից յուրաքանչյուրն արդեն կանգնած է ճակատագրական փոփոխությունների առաջ։ Այն գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ թաքցվել են, այլևս չեն կարող երկար փակ մնալ, իսկ հարաբերությունները, որոնք կառուցվել են վստահության վրա, սկսում են ճաքեր տալ։ Ամենահետաքրքիր զարգացումներից մեկը կապված է Արամի հետ։ Հունանը շարունակում է իր սովորական գործելավոճը, նա մարդկանց հաճախ օգտագործում է որպես գործիք իր նպատակներին հասնելու համար։ Հիմա էլ փորձում է Արամին մոտեցնել Լեային, հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա վերջնականապես բաժանել Լեոյին ու Լեային։ Բայց այստեղ կա մի կարևոր տարբերություն։ Արամը մարդ է, ով ունի ինքնասիրություն և սեփական արժանապատվություն։ Նա կարող է հարգել Հունանին, կարող է լսել նրա կարծիքը, բայց չի ցանկանում դառնալ ուրիշի ծրագրերի մասնակից։ Հենց դա է պատճառը, որ Հունանի պլանը սկզբից էլ վտանգված է։ Արամը չի ցանկանում, որ իրեն օգտագործեն, նա չի ցանկանում շահել աղջկա սիրտը միայն նրա համար, որ մեկ ուրիշին վնասեն։ Ինչպես նա է նշում Հունանի հետ զրույցում, նա հարաբերություններում երբեք ավելորդ կողմ չի դառնա։ Եվ որքան էլ Հունանը փորձի ուղղորդել նրան, Արամն արդեն սկսում է զգալ, որ ինչ-որ բան ճիշտ չէ։ Առայժմ նա ամբողջ ճշմարտությունը չգիտի, դեռ հավատում է, որ Հունանը հոր հին ընկերն է, դեռ չի էլ պատկերացնում, թե որքան մութ գաղտնիքներ կան այդ մարդու անցյալում, բայց հենց այստեղ է թաքնված ամենամեծ շրջադարձը։ Շատ հնարավոր է, որ հենց Արամը դառնա այն մարդկանցից մեկը, ով ամենաշատն է հիասթափվելու Հունանից, որովհետև երբ մարդը բացահայտում է, որ իր վստահած մարդը տարիներով խաբել է իրեն, հարվածը կրկնակի ծանր է լինում։ Եթե իսկապես պարզվի, որ Հունանը կապ ունի Արամի հոր մահվան հետ, Արամի ամբողջ աշխարհը կարող է փլվել, եւ այդ ժամանակ նա այլևս չի լինի Հունանի կողքին կանգնած երիտասարդը։ Նա կարող է դառնալ նրա ամենավտանգավոր հակառակորդներից մեկը։ Մյուս կողմից Վովանը, ով արդեն վերադարձել է տուն, անկասկած ուրախալի զգացում է։ Վովայի ապաքինումը մեծ թեթևացում է թե Դավիթ պապի, թե եղբայրների համար, բայց իրականում ամեն ինչ այդքան հանգիստ չէ, որքան թվում է ամենալարված վիճակում հիմա Օլգան է։ Նա շատ լավ հասկանում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է, տարիներ շարունակ պահած գաղտնիքը գնալով ավելի դժվար է դառնում թաքցնել։ Վովան արդեն հարցեր ունի, Դավիթ պապն էլ սկսել է կասկածել, Ավոն հայտնվել է, անցյալի պատմությունները նորից հիշվում են, եւ Օլգան հասկանում է, որ օրերից մի օր ստիպված է լինելու ասել ճշմարտությունը, եւ նրանց հարաբերությունները հիմա շատ լարված են։ Նա սիրում է Օլգային, շնորհակալ է նրա հոգատարության համար, բայց Օլգան ապրում է մշտական վախի մեջ, վախ, որ կկորցնի Վովային, վախ, որ նա կիմանա ճշմարտությունը եւ այլ աչքերով կնայի իրեն։ Սա շատ բարդ եւ զգացմունքային գիծ է, որովհետեւ այստեղ չկան միայն մեղավորներ կամ անմեղներ, կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փորձել են պաշտպանել միմյանց, բայց այդ պաշտպանության համար ստիպված են եղել ստել։ Եվ հետո գալիս է այն տեսարանը, որը շատ հեռուստադիտողներ երկար էին սպասում։ Դավիթ պապը գնում է Հունանի մոտ, նա այլևս չի ցանկանում ապրել անորոշության մեջ, նրան հետաքրքրում է Ավոյի ճակատագիրը, նրան հետաքրքրում է, թե որտեղ է մարդն, ով այդքան գաղտնիքներ գիտի, եւ իհարկե, որտեղ է իր որդին։ Եվ հենց այդ պահին, երբ Դավիթ պապը սկսում է ջղայնացած հարցնել Ավետիքի մասին, Ավոն ներս է մտնում, ողջ առողջ եւ ամենակարևորը նոր նպատակներով։ Այս տեսարանը շատ խորհրդանշական է, որովհետև Հունանը երկար ժամանակ համոզված էր, որ կարող է վերահսկել իրավիճակը, բայց Ավոյի վերադարձը նշանակում է, որ նրա բոլոր ծրագրերը կրկին վտանգի տակ են։ Ավոն այլևս այն մարդը չէ, ով միայն զայրույթով էր առաջնորդվում, նա շատ բան է տեսել, շատ բան է կորցրել եւ հիմա կարծես ավելի սառնասիրտ է դարձել, ավելի հաշվարկող ու ավելի վտանգավոր։ Շատ հնարավոր է, որ այս վերադարձից հետո նա սկսի գործել բոլորովին այլ ձևով, ոչ թե բացահայտ հարձակումներով, այլ գաղտնի քայլերով, փաստերով, բացահայտումներով, մարդկանց իրար դեմ հանելով։
Այս պահին թվում է, թե սերիալը մտնում է շատ կարևոր փուլ, Արամը սկսում է կասկածել, Օլգան վախենում է բացահայտումից, Վովան փնտրում է իր ինքնությունը, Լեոն շարունակում է պայքարել Լեայի համար, Դավիթ պապը փորձում է հասկանալ ինչ է իրականում կատարվել անցյալում, իսկ Ավոն վերադարձել է նոր ծրագրերով և հնարավոր է վերջնական հաշվեհարդարի պատրաստ, և եթե մինչև այժմ բոլոր հերոսները պարզապես շարժվում էին տարբեր ուղղություններով, ապա հիմա թվում է, որ նրանց ճանապարհները սկսում են հատվել մի կետում, որտեղ վաղ թե ուշ բացահայտվելու են բոլոր այն գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ թաքնված էին ստերի, վախերի ու լռության հետևում, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք ձեր կարծիքը և իհարկե գրեք, թե ինչ եք կարծում, Ավոն վերադարձել է ու ինչ է սպասվում Հունանին, որովհետև շատ շուտով Հունանի համար նոր գաղտնիքներ են բացահայտվելու անցյալից, որը կործանելու է ոչ միայն նրա ընտանիքը, այլ հենց իրեն Հունանին։